The Vice President of Turkey is here. Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։ Փաշինյանի քաղաքական թիմում ՔԼՉ-ի հետ ուրիշ մակարդակի շփումներ են ուզում։ Կարգավորման գործի հայ պատվիրակը օրինակ այսպիսի ֆանտազիաներ ունի։ Whenever I'm thinking about Armenia-Turkey border, Հիմա երբ ես խոսում եմ հայ-թուրքական սահմանի մասին, պատկերացնում եմ Սերդար Բեյին հուսալով նրան տեսնել գնացքով Հայաստան գալիս, ինձ էլ նրան դիմավորելիս։ Հետո ես այդ տեսանյութը կտեղադրեմ սոցիալական ցանցերում ու բոլորը կհավատան այս գործընթացի դրական արդյունքներին։ Չնայած Ռուբինյանին Ռուբեն է ասում Սերդար Բեյը։ But I'm thankful to Ruben. Դեռ պատրաստ չէ նրա նկարագրած հարաբերություններին։ Սահմանի բացման վերաբերյալ որևէ խոստում չի տալիս։ Ուժի մեջ է մնում դեռ 4 տարի առաջ հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ think that it's time. Կարծում եմ ժամանակն է, որ դրական մեծ քայլերով առաջ գնանք։ Հայ-ադրբեջանական կարգավորումը առաջ է անցել հայ-թուրքական կարգավորումից, ինչը լավ է, բայց կարծում եմ, որ մենք ունենք պատմական հնարավորություն ավելի մեծ առաջխաղացում գրանցելու համար։ Թուրքիայում Ալեն Սիմոնյանը ավելի պարզ էր ասել, Թուրքիան Ադրբեջանի գերին է, Բաքուն բանակցում է Երևանի հետ, բայց Անկարային բանակցել չի թողնում։ ՔԼՉ չի էլ հերքում, հնարավոր չէ կարգավորման գործընթացները առանձնացնել իրարից։ Բայց Ռուբինյանի ցանկությունները ամբողջովին անպատասխան չեն։ ՔԼՉ հաստատում է, աշխատանքային փոխըմբռնում ունեն Ռուբինյանի հետ, որովհետև նույն մշակույթի կրողն են, ինքը Երևանում իրեն տանն է զգում։ I told when I said I feel at home in Yerevan. Երբ որ ասում եմ, որ Երևանում ինձ տանն եմ զգում, կեղծ խոսքեր չեմ ասում։ Մենք նման ենք մտածում։ Անկամ սնունդը, որ գնում ենք, նման է։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի կառավարությանը, իշխանություններին այս հյուրընկալության համար։ Ընկերական միջավայրում ենք մեզ զգում, վայելում ենք հյուրասիրությունը։ Մենք շարունակում ենք զրուցել Դաթևիկ Հայրապետյանի հետ, առերևույթ շատ են ջերմացել հայ-թուրքական հարաբերությունները, բայց ավելի ճիշտ կլինի երևի ասել Էրդողան Փաշինյան եւ ՔԼՃ Ռուբինյան կապերը, բայց հողի վրա որևէ առաջընթաց չենք տեսնում։ Ինչու՞։ Իմիջիայլոց սա ֆենոմենալ երևույթ է։ Թուրքական կողմը այս գործընթացի ամենամեկնարկից ի վեր հայտարարել էր, որ առանց այդ խաղաղության պայմանագրի ստորագրման իրենք սահման չեն բացելու, եւ մեր մշտական խնդիրն է, որ մենք շատ ուղիղ ասված խոսքը երբեմն չենք ուզում հասկանալ ու հետո նորովի ենք զարմանում դրա վրա։ Փաստացի այս բոլոր 3 կողմերից Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա միակ կողմը, որ շարունակ իր ասածները փոխում է, դա հայկական կողմն է։ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ հստակ են իրենց դիրքորոշումների մեջ, իսկ Ադրբեջանի հայտնի նախապայմանը, որովհետեւ Հայաստանը հրաժարվի անկախության հռչակագրից սահմանադրություն փոխի, որը փաստացի Ալիևի հանրաքվեն է, սա էլ այն հերթական քայլն է, որը Փաշինյանը կանի, եթե հանկարծ, ասում եմ, Աստված մի արասցե մնա որպես ղեկավար երրորդ ժամկետի շրջանակներում։ Այդ տրամաբանության մեջ ես կարծում եմ ամեն շատ բնական է, իրենք ձևացնում են դա հայտնի թուրքական դիվանագիտությունը ու շատ ջերմ հարաբերություններ ունեն։ Ես բայց ուզում եմ ասել, որ ժամանակին Սերժ Սարգսյան Աբդուլլա Գյուլ հարաբերությունները բավականին ջերմ էին, անցնում են ջերմ մթնոլորտում։ Այդ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրվեցին շատ միջազգային գործընկերների ծափերի ներքո։ Այդ ամբողջը կար, իհարկե կար, եւ հետո այդ ամբողջը իջիկ դարձավ։ Ես կարծում եմ, այստեղ ամենաէական գործոնը կարող է լինել Միացյալ Նահանգների ազդեցությունը Թուրքիայի վրա, եթե այդպիսի ազդեցության ցանկություն լինի, որովհետեւ հայտնի է այդ կապուղիների ապաշրջափակումը պետք է ընթանա բացառապես, երբ Թուրքիան սահման բացի Հայաստանի հետ։ Մինչ դա Ինչպես տեսնում եք, նույնիսկ որոշ ԿՊ-ական պատգամավորներ նորմալ Հայաստանի տեղն էլ չեն պատկերացնում, ու իրանց թվում է, թե ադրբեջանական բենզինը տենց ուղիղ լցվում է Հայաստանի վրա, ինք չեն էլ հասկանում այդ կապուղիները ոնց են աշխատում, նույնիսկ տեղյակ չեն, որ Ադրբեջանը արդեն կովիդի մեկնարկից ի վեր տարիներ շարունակ իր ցամաքային սահմանը փակապահում առհասարակ։ Քանի որ անտեղյակ են Հայաստանի տեղն էլ քարտեզի վրա չեն պատկերացնում, Ադրբեջանից բեռները ուղիղ մտնում են Հայաստան առանց մտնելու Վրաստան։ Դա գիտության կարևոր դրսևորումներից մեկն է։ Այսինքն դուք ենթադրում եք, որ առնվազն մինչև Հայաստանի սահմանադրության փոփոխության պահը Թուրքիան սահմանը չի բացելու Հայաստան։ Ես վստահ եմ, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության դեպքում անգամ Թուրքիան Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ եւ Թուրքիան սահման չի բացելու, եթե կրկնում եմ, չլինի ամերիկյան լուրջ ճնշում Թուրքիայի վրա, իսկ ինչու է սահմանադրության փոփոխության պահանջը դրած, դա հայ ժողովրդին, հայ հանրությանը եւ հայկական պետականությանը նսևացնելու, նվաստացնելու կարևոր
գործիք է Ալիևի համար, ինքը հոյակապ հասկանում է եւ փորձում է այնպես անել, որ այդ ամբողջ պարտությունը իր ուսերի վրա վերցնի մի ամբողջ ժողովուրդ ու կորպետ ասած Ալիևի թրիտակով անցնի է սերի նպատակը, դրա համար այդ պահանջը դրել է, բայց ինքը ոչ մի թուղթ չի ստորագրելու, առնվազն որևէ շահ թուղթ ստորագրելու մեջ ինքը չունի, քանի որ կրկնեմ Հայաստանի դեմ հստակ զավթողական ծրագրեր է առաջ մղում։ Շնորհակալ եմ Տիկին Հայրապետյան, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր ադրբեջանագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։